անհրաժեշտ, եթե գույքահարկի հարկման օբյեկտ հանդիսանում է իրավունքների պետական գրանցում ստացած անշարժ գույքը, դա սեփականատիրոջ պարտավորությունն է, եւ իրավունքների պետական գրանցմանը հավասարեցված են իրավիճակը, մասնավորապես, եթե գույքը պոտենցիալ իրավունքների պետական գրանցման ենթակա գույք է, այսինքն բավարար է ներկայացնել եւ դա պետական գրանցում է ստանում, այսինքն որպեսզի գույքահարկի բազայից դուրս չմնա գույք, հետեւաբար նաեւ հարկային պարտավորություններ լրացուցիչ չառաջանան կամ քաղաքացիները չազատվեն կամ արհեստականորեն արտոնություն չսահմանվի գրանցված եւ չգրանցված գույքի մեջ, դրանք բոլորը ենթակա են գնահատման, առանց դրա անհրաժեշտության, որպեսզի հասցեով այդ գույքը բոլորը գրանցված է մեզ մոտ կամ իրականացված է այդ գույքի պետական հաշվառում։ Ինչ է նշանակում պետական հաշվառում։ Համապատասխան շենք շինությունների եւ հողամասերի ուրվագծերի պարագայում հաշվարկ է արվում, մասնավորապես Հայաստանի Հանրապետության գույքահարկի մասին օրենքով եւ հողի հարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված են դրույքաչափեր, որով եւ սահմանվում է համապատասխան կադաստրային արժեք։ Շինությունների համար դա նշանակություն ունի դրա համար գտնվելու վայրը տարածագնահատման գոտին շինության, կոնկրետ որտեղ այն գտնվում, մակերեսը ներքին շինության, արտաքին հարդարումը շինության, հարկայնությունը շինության, եթե բազմաբնակարան շենքա, որ հարկում է գտնվում եւ պատրաստում են նյութը, բոլորը ազդում են գույքահարկի վրա։ Ենթակա է վերահաշվարկման թե ոչ, այո, գույքահարկը ենթակա է վերահաշվարկման, եթե իրականացվել է փոփոխություն, որը կբերի դրա վերահաշվարկի, եթե շենքը ենթարկվել է ֆիզիկական փոփոխության, մասնավորապես սեյսմակայունության անկում, այսինքն սեյսմակայունությունը, վթարայնությունը բարձրացել է աստիճանը եւ կառուցման տարեթիվը, այսինքն տարեց տարի ենթադրվում է, որ գույքահարկը պետք է իջնի։ Հողի հարկի հաշվարկը կատարում է եւս տարածագնահատման գոտիականությամբ, ուղղակի հողի հարկի հաշվարկը կատարում է հետեւյալ զուտ եկամտի 15%-ի չափով։ Եսի նկատի ունեմ բնակավայրերի հողերի։ Գույքահարկ հաշվառող մարմինը կադաստրի պետական կոմիտեն չի, հողի հարկ հաշվառող մարմինը կոմիտեն չի, կոմիտեն ներկայացնում է տվյալներ հաշվետու տարվա վերջում։ Հաշվառող մարմինը տեղական ինքնակառավարման մարմինն է։ Իսկ գույքահարկի եւ հողի հարկի պարտավորությունը հաշվարկի կամ վերահաշվարկի կամ վճարման դա սեփականատիրոջ պարտավորությունն է։ Դա սահմանված է Հայաստանի Հանրապետության հարկերի մասին օրենքում։